Թող Աստված փառավորվի քույր եղբայրներ ջան։ Գիտեք, Հիսուսը այն անձնավորությունն է, որ մեր կյանքում ամենակարևորությունն է, որ կարևոր բան է բերել կյանքը։ Երբ որ մենք նայում ենք Հիսուս Քրիստոսին գալով, նրա առջև խոնարհվելով, ճանաչում ենք, որ միայն նրա մեջ է կյանքը, փառք Հիսուսին։ Երբ որ Աստվածաշունչ մատյանը ընթերցում ենք, տեսնում ենք միայն մի անձնավորություն, որի անունով կարելի է փրկվել այս աշխարհից, այս երկրից, ու որով կարանք ժառանգենք հավիտենությունը կենդանի հոր քով։ Տերը փառավորվի մեր սրտերում։ Յուրաքանչյուրս վկայություն ունենք մեր կյանքում։ Ու ամեն մեկս իր հետաքրքիր վկայությունը ներկայացնելով կարող ենք տեսնել մեծամեծ գործերն Աստծո զորության մեր կյանքում, փառք Հիսուսին։ Ուզում եմ խոսել այսօրեն պահի ժամանակ, երբ որ մենք նայում ենք Աստվածաշունչ մատյանը, երբ որ Աստված կանչում է մեզ դարձնելով որդի, տալիս է մեզ որդեգրությունը Սուրբ Հոգով։ Ու այսօր ես ու դուք դառնում ենք որդիներ կենդանի Աստծու, որին երբեք չենք ճանաչել, որին երբեք չենք տեսել, բայց Քրիստոս գալով մեր կյանքի մեջ ցույց է տալի, որ կա ճանապարհ եւ այդ ճանապարհը ինքն է, փառք Հիսուսին։ Գիտեք, երբ որ Աստծո կոչ եղավ իմ կյանքում, հետաքրքիրն էր, որ ես տեսնելով մորս բժշկությունը, կրծքի ուռուցք ուներ, ձվի չափ, հավի ձվի չափ մեծությամբ։ Առաջի անգամ մեկանք պաշտամունքի եւ Աստված մեծ զորություն արեց, 4 եղբայր մնացին, աղոթք արեցին եւ այդ ուռուցքը անհետացավ։ Դա եղավ մեծ հրաշք մեր ընտանիքի համար։ Ես 14 տարեկան էի, դե չեմ կարող ասեմ մամելը թող ձեռք տամ կուրծքդ։ Բայց գալով տուն մտա սենյակ ու ասեցի. Հիսուս, եթե կաս, ես գիտեմ, որ դու կաս արդեն։ Ես ուզում եմ, որ դու ինձ բացվես։ Ու իմ սենյակս անհետացավ։ Ես կյանքում իմ հայրս էլ միշտ սովորացնում էր, տղան պետք է չլացի։ Ես մի քիչ նագլի մարդ եմ եղել կյանքում, սենց որ հիմա հանգիստ խոսում եմ, այս մարդը չեմ եղել, Քրիստոսով է ինչ որ կա։ Սկսեցի հեկեկալ փոքր երեխու նման ասել, տեսնելով, որ Հիսուսն եկավ իմ սենյակս։ Ու ես զգացի այդ սիրո ներկայությունը ու ասացի, ուզում եմ քեզ ծառայել։ 90 թվականներ։ Ու ես արդեն քանի տարի է Քրիստոսի մեջ գտնվելով 33 տարի, 34 տարի, չկա մի օր, որ ես ափսոսամ, որ գիտեմ Քրիստոսին։ Ես հասկացա, որ միայն կյանքը Քրիստոսումն է։ Ու երբ որ ինքը բացվում է, անհատական յուրաքանչյուրից բացվում է ինքը կյանք է բերում։ Ինքը ազատում է ինձ ու քեզ ծառայությունից։ Ու ասում է այսօրվանից դու որդի ես, փառք Հիսուսին։ Ուզում եմ ձեզ հետ միասին նայել Աստվածաշունչ Մատթեոս 16-րդ գլուխ, երբ որ բացում ենք, հետարքիր անձնավորություն կա, որի մասին գրվում է Հագարի մասին։ Մենք բոլորս գիտենք Հագարը ով էր։ Ծառա էր գրված էր, բայց Աբրահամի կողմանը, երբ որ կինը խնդրեց, որպեսզի ընդունի, հղիացավ, բայց նա սկսեց բարձրանալ իր տիրուհու դեմ։ Ու երբ որ մենք տեսնում ենք տիրուհին շատ նեղելուց, նա փախչում է անապատ եւ անապատում աղբյուր է գտնում։ Բայց հրեշտակը գտնելով նրան հետարքիր հարց է տալիս, որտեղից ես գալիս եւ ուր ես գնում։ Թող Տերն օրհնի մեզ քույր եղբայրներ ջան։ Շատ ժամանակ այս կինը ներկայացնում է, որ տիրուհու պատճառով փախավ, չէ՞։ Բայց մենք չենք տեսնում, որ մեր սրտի մեղքը, հպարտությունը, անձգամությունը, ոչ խոնարհությունը մեզի քշում է մեր անապատը։ Թող Տերը օրհնի մեզ, որ մենք հասկանանք, մենք մեր մարդկային անապատը ժամանակ առ ժամանակ ընկնելով սկսում ենք մեղավոր մարդիկ գտնել։ Մենք մի հատ քույրիկ ունենք, ամուսնացած ժամանակ ամուսինը հարբեցող էր։ Այս քույրիկներից մեկը խորհուրդ է տալի դատարան տա, որպեսզի փող ստանա ամուսնուց։ Օրենքով կարելի է։ Ու այս կինը գալիս է եպիսկոպոսի մոտ, եպիսկոպոսն ասում է չի կարելի այդպես բան անել։ Ես ինչ ես խոսում, քո կնոջը դատի տաս, ամուսնուն դատի տաս, ալիմենտներ ստանալու համար, բայց այս քույրը լցում է ուրիշներին։ Ամուսնուն դատի է տալի։ Սա մինչև 1 տարվա չափով նստեցնում են, դուրս է գալի, սկսում է այս քրոջը ծեծել։ Այս քույրը գալիս է եկեղեցի, ասում է հալածում եմ Քրիստոսի փառքի համար, բայց ոչ մեկ պատճառը չգիտեր։ Մենք մեր մեղքով ընկնում ենք անապատ։ Խմում ենք այն ջուրը, որ արգելված է։
գուրգուրելով, ցավալով մեր վրա, հոգ քաշելով մեր վրա։ Բայց չենք տեսնում, որ մեր մեղքերի արդյունքը, երբ որ կատարվում է ինչ-որ բան, մենք ենք արել։ Գրված Աստվածաշունչը մարդը ինչ ցանի ենել ընձելու է։ Ու հրեշտակը հետարքիր բան է ասում. վերադարձիր ու հնազանդվիր։ Այսօր Աստված մեզ կյանքում կոչ անում քույր եղբայրներ ջան։ Ու ցանկանում է, որ մեր մեջ լինի հնազանդությունը, խոնարհությունը, որովհետև այն ինչ որ ունենք մերը չի, որովհետև Հագարի կարգավիճակը ծառայել մնաց։ Եվ միջև վերջ էլ տենց մնաց անհավատ մի կին։ Երբ որ երկրորդ անգամ արդեն դուրս է գալիս անապատ, Աբրահամին ասում Աստված, լսիր կնոջդ խոսքը, բաց թող նրան։ Հարուստ Աբրահամը, ունևոր Աբրահամը իր ծառային եւ իր որդուն ճանապարհում մի կտոր հացով ու մի ջրով։ Ինչքան պիտի յոլա գնային անապատի մեջ։ Հարցը նրանում էր քույր եղբայրներ, երբ որ նրանք դուրս եկան այնտեղ, գրված է, որ Հագարը թողեց որդուն, հեռացավ, որ չտեսնի նրա մահը։ Հետաքրքիր է, որ մարդը իր մասին չէր մտածում, որ ինքը կարող առաջինը մեռնի, բայց իր հոգսը այն էր, որ որդու մահը չտեսնի։ Գիտեք, մի հատ տատիկ կար գալիս էր 90-ի չափ տարեկան ողորմություն էր խնդրում, միշտ օգնում էինք, ասենք։ Մի օր հարց տվեցի, ասի, տատիկ ջան, ասի, տղա, երեխա չունես։ Ասեց, երկու սենց դքվեց, ուզեր ման գալիս սենց։ Սենց դքվեց, ասեց, երկուսն ունեմ, բարձրագույն ավարտած, մեծ մարդիկ են Մոսկվայում։ Բա ասի, ինչ ես դու գած ողորմություն խնդրում։ Քիչ ես գնում նրանց մոտ։ Ասում է, ես ինչ գիտեմ, գնամ նրանց մոտ, տղաս մահանա, հարսս հոմ ինձ տիրություն չի անի։ Սա մարդկային ինքնասիրությունը մեր համար, որ ասենք, մենակ մեզ լավ լինի։ Թող Տերը ողորմա մեզ քույր եղբայրներ ջան, այսօր մենք լացում ողբում ենք, հանկարծ որ մի բան մեզ համար այն ձևով չի, կամֆորտ չի։ Բայց Հիսուսը ուրիշ բան է ասում. հնազանդվիր։ Ինչ կարգավիճակում էլ որ լինես, հնազանդվիր։ Երբ որ կա իմ կյանքի մեջ հնազանդությունը Աստծո խոսքի համեմատ, ես կունենամ այն, ինչ որ խոստացված է Հիսուս Քրիստոսով, հավիտենությունս նրա հետ, փառք Հիսուսին։ Թող Տերն այսօր օրհնի մեզի, որ մենք հասկանանք, մենք քայլում ենք կենթանի Աստծո առաջ, բոլորս ենք քայլում նրա առջև։ Եվ ինչ ենք ուզում տեսնել Աստծուց, ինչ ենք ուզում առնել Աստծուց, ինչի համար ենք հետևում Քրիստոսին։ Հիսուս կերակրելով բազմությունն ասեց, դուք ինձ փնտրում եք, որովհետև հաց կերաք։ Բայց այսօր ինչի համար է ինձ Հիսուսը պետք։ Մենք պիտի հասկանանք այս բանը, քույր եղբայրներ։ Եթե ես միշտ ինձ գցում եմ իմ անապատը, մարդկային կերպով, ցավ եմ քաշում, տանջանք եմ քաշում, ինձի քշում են ու կարծում եմ Քրիստոսի փառքի համար է, Տերը ողորմա մեզ, դա ապաշխարություն։ Եվ երբ որ հրեշտակը երկրորդ անգամ հայտնվեց, Հագարը ասեց, ինչ ես անում ստեղ։ Ինչ ես անում։ Նա նորից իր երգն է երգում։ Եվ նա ասեց, լսեց Աստված որդուդ աղոթքը, ոչ թե քո։ Հագարը անհավատին էր, ինչպես ծառակարը տենց ծառայել մնաց։ Չունեցավ նա այն կենթանի Աստծուն, չունեցավ այդ ազատությունը։ Տերը ողորմա, որ չլինենք նրա կարգավիճակի մեջ, քույր եղբայրներ ջան։ Այսօր Աստված մեզ կաղ չանում, որպեսզի ես դուրս գամ, որտեղ ասում է, ես քեզ որդեգրեցի, Սուրբ Հոգով մկրտեցի։ Դա նշանն է, որ այսօր ես ու դու Աստծո որդիներն, Աստծո դուստրերն ենք, բայց դա թույլ չի տալի ինձ, որ ես ինչ-որ մեկի վրա բարձրանամ։ Հիսուսն ասեց, ծառայեք մեկդ մեկին, խոնարհվեք մեկդ մեկին։ Բայց այսօր եթե ես փնտրում եմ խոնարհություն, իմ հանդեպ մեղք ունեմ, Տերը ողորմա։ Երբ որ 6 ամիս պարկեցի, ովքերս անջատվեցին, հետաքրքիր էր, տարբեր բժիշկների, պրոֆեսորների մոտ էին գնում։ Ոչ մեկ չկարողացավ օգնել։ Հովվիս ասի հոգս ունեմ Աստծո առաջ, ես չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դեպի լավը պիտի գնանք, մեծ գումարներ է ծախսվում, ոչ մեկ չի կարող ոչինչ անի։ Պատասխան եկավ ու մարգարեություն եկավ ու ասեց Աստված, ես եմ կպել քեզ, մարդը քեզ չի օգնի։ Ինձ խոնարհությունն է պետք։ Մի եղբայր մոտեցավ, ասում է, ջան, տեսիք եմ տեսել, վրեդ 3 հատ ֆոտոգրաֆիա էր, ասում է։ Առաջինի մեջ ուղիղ կանգնած ես Աստվածաշունչը ձեռքիդ, երկրորդի մեջ մի քիչ խոնարհված, երրորդի մեջ գետնին վայրենկած ես։ Եվ Աստված ասեց, դու երկրորդում ես, բայց ինձ քո երրորդն է պետք։ Ինձ պետք է որ դու ոչնչանաս։ Հասկանում եք, Տերը ողորմած է մեր կյանքում, որովհետև դա սիրակում է մեզ։
ու հարվածում է նրանց, ում որ սիրում է, փառք Հիսուսին։ Ես չեմ տրտնջում։ 4 տարի ես ապրեցի ցավերի մեջ։ 4 տարի ամեն օր ու գիշեր պրիստուպների մեջ է ես։ Ոչ մեկ չէր կարող օգնել։ Աղոթքս մենակ երկինք էր։ Բայց մի օր վեր կացա, ինչ որ բան չի հերիքում կյանքումս։ Ինչ որ բան չեմ զգում։ Քայլեցի ես կոմունիկում տեսա չէ։ Ու հասկացա, որ ցավս չկա։ Կնոջս կանչեցի ասի մոտ կարի։ Ձեռքերից վրա բարձրացրեցի նրան։ Բաժակ չէի կարա բարձրացնել լիքը քույր եղբայրներ։ Ու ես հասկացա, որ բժշկվեցի, գնացի այն անապատը, որ Աստված անցկացնում։ Կա անապատ, որ Աստված անցկացնում, այնտեղ բուժում է տեղի ունենում, բայց իմ անապատը ինձ դեպի մահատանում։ Տերը ողորմա մեզ քույր եղբայրներ ջան։ Երբ որ Եղիան Մարգարեն մենք տեսնում ենք մեծ հրաշքից հետո լսեց կնոջ ձայնը, ինքը ընկավ իր անապատի մեջ։ Ես մենակ եմ մնացել, իմ մահն եմ փնտրում, բայց Աստված նրան ասեց, քո նման 7000 հոգի ունեմ, փառք Հիսուսին։ Բայց երբ որ մարդը մտնում է իր անապատի ու չի տեսնում երկինքը, գլուխը կախ, մտածում է, որ մենակ ես եմ, ամենալավը ես եմ, ինձանից լավը չկա։ Մենք ընկնում ենք խնդիրների մեջ։ Աստծո գործը նրանում է, որ մեզ դուրս բերի այդ վիճակներից։ Ու դրա համար մենք անցնում ենք Աստծո անապատը։ Եվ երբ որ Հագարը լսեց հրեշտակի ձայնը ուր ես գնում, ինչ ես անում ստեղ, դրանից հետո հրեշտակը ասեց ահա ջուրը։ Աչքի առաջ էր, նա չէր տեսնում, որտեղ այն ջուրը, որ երկնային է, մարդը չի կարող տեսնել, մինչև Աստված ուղղությունը ցույց չտա, ու երբ որ խմեց, կյանք առավ։ Փառք Հիսուսին։ Այսօր մեր կյանքի ջուրը Քրիստոսն է, քույր եղբայրներ ջան։ Մենք դժվարություններ ենք անցնում շատ ժամանակ, բայց դա նրա համար է, որ դառնանք արժանի մեր Տեր Քրիստոսին։ Փառավորվի Աստված իմ ու քո կյանքում, քույր եղբայր։ Դրա համար այսօր հարկավոր է, որ մենք քննենք, վերաքննենք մեր կյանքը։ Իրոք տեսնենք, ինչ կարգավիճակում եմ ես ապրում Աստծո առաջ։ Կայացած եմ, դեռ կայացած չեմ, բայց կա ճանապարհ, որ տանում է, որպեսզի կայացնի մեզ, որ այսօր մենք բաց նամակ լինենք բոլորի համար կարդացվող, փառք Հիսուսին։ Մարդիկ, որ մեզ նայեն, Քրիստոսին տեսնեն։ Կարևոր է, որովհետև մենք Քրիստոսի կերպարը պետք է ունենանք։ Նրա ճանապարհով քայլենք ու անոր անունը բարձրացնենք։ Տերը թողորթի մեզ բոլորիս, քույր եղբայրներ ջան, որ հասկանանք Հիսուսի գործը մեր կյանքում ու հանգարց չզլանանք, բայց սիրով ընդունենք, դա կարևոր է։ Մի անգամ այդ բարկացը ժամանակ մտքովս մի միտք անցավ, ես իմ անապատը մտա։ Ես մի ժամանակ ղեկավար էի երիտասարդականի գրուպա ունենք, որ այցելում ենք ծերերին։ Բոլորին այցելել եմ, բայց երբ որ պարկեցի ոչ մեկ չեկավ, նույնիսկ հովիվս չեկավ։ Ու ես պարկած իմ համար լացում եմ ասում, Տեր ջան, լավ, եթե ես առաջ չլնեմ, գրված է ինչ ցանում ես, հնձում ես։ Եթե ես առաջ չլնեմ, ասենք ընդունեմ, հասկանամ, համաձայնվեմ, բայց այսքան է ժողովրդի համար առաջ ունեմ, ու ոչ մեկ բանի տեղ չդրեց, 5 երեխա ունեի այդ ժամանակը։ Գոնե ինձ փողել պետք չի իրանցից, գոնե կան հարցնեմ, ոնց ես կենթանի, ես կաշ չկաս։ Այդ ամբողջ օր այդ մտքով տառապում էի իմ անապատի մեջ։ Իրիկունը Քրիստոս եկավ իմ սենյակ։ Ու ինձ մի հատ հարց տվեց։ Ինչ ես ուզում։ Ասեցի Հիսուս ջան, ես այդքան արած ունեմ, բայց ոչ մեկ չի գալի։ Չի հարցնում։ Գոնե հովիվս գաղաղոտ քանի։ Հիսուս նայեց ինձ ու ասեց. Ես եմ քեզ այցելում։ Ամբողջ հարցերս քանդվեցին քույր եղբայրներ։ Ու այդ օրվանից ասեցին, ես ուզում եմ, որ դու մենակ ինձ այցելես։ Ինձ հետաքրքիր չէր էլ ժողովուրդը կհավատաք, ինձ ոչ մեկ պետք չէր, ինձ պետք էր Քրիստոսս։ Ու իմ անապատից դուրս բերեց ինքը, թե չէ կորսվելու էի, մտքով արդեն բռնվում էի։ Դրա համար թող Տերն օրհնի, որ հասկանանք, այլ կենդանի Աստծուն որդի լինելով նրա շավիղներով քայլենք։ Թող Տերը օրհնի բոլորիդ քույր եղբայրներ ջան։ Հիսուս բոլորիդ սիրում է։ Բոլորիս համար նա մեռավ ու հարություն առավ։ Սրանում է փառքը մեր Քրիստոսի։ Ու թող նրա կյանքը կայանա իմ ու քո կյանքի մեջ։ Նրա անունին փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։